Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 9 Դրա համար Տերը պիտի սպասի, որպեսզի ողորմած լինի ձեր հանդեպ։ Եսայա 30:18 Աստված հաճախ է սպասում աղոթքներին պատասխանելիս։ Մի քանի նման օրինակ մեզ ներկայացնում է Սուրբ Գիրքը։ Հակոբը հրեշտակից օրհնություն ստանալու համար մարտնչեց ողջ գիշեր, մինչև լուսաբաց։ Սիրիական Փյունիկեում ապրող դժբախտ կինը, ով հիվանդոստր ուներ, նույնպես ստիպված էր սպասել։ Մարկոս ավետարան 7:26-27 Պողոսը 3 անգամ Տիրոջը խնդրեց հեռացնել մարմնից խայթոցը, բայց հավաստիացում չստացավ, որ դա կարվի։ Աղոթքին պատասխան ստանալու փոխարեն նա լսեց. «Իմ շնորհքը քեզ բավական է»։ Հնարավոր է դու թակել ես ողորմածության դուռը, բայց պատասխան չես ստացել։ Իսկ գիտես թե ինչու։ Աստված դրա համար անձնական պատճառներ ունի։ Երբեմն նա ստիպում է մեզ սպասել, որպեսզի ցույց տա իր անսահման իշխանությունը, որպեսզի մենք իմանանք, որ իրեն է պատկանում ինչպես տալու, այնպես էլ պահելու իրավունքը։ Հաճախ նման հապաղումը մեզ համար օգտակար է։ Հնարավոր է դու ստիպված ես սպասել, որպեսզի ավելի եռանդուն դառնաս աղոթքի մեջ։ Աստված գիտի, որ նման ուշացումները սաստկացնում են մեր ցանկությունը։ Ստիպված լինելով սպասելով, դու ավելի ուժգին կգիտակցես քո կարիքը և էլ ավելի մեծ վճռականությամբ կսկսես պատասխան փնտրել։ Դու ավելի բարձր կգնահատես քեզ ցուցաբերված ողորմությունը, քանի որ տանջվել ես սպասումով։ Հնարավոր է դու ունես թերություններ, որոնցից անհրաժեշտ է ազատվել Տիրոջ ուրախությունը ճաշակելու համար։ Հնարավոր է դու մինչև վերջ չես հասկացել ավետարանը, կամ դեռ հույսդ քեզ վրա է, փոխարենը պարզապես ամբողջությամբ Տիրոջը վստահելու։ Ըստ ամենայնի, Աստված դեռ հապաղում է պատասխանել, որպեսզի քեզ ավելի ամբողջական հայտնի իր շնորհքի հարստությունները։ Քո աղոթքներն անկասկած լսվել են, և եթե դրանք դեռ պատասխան չեն ստացել, դա բնավ չի նշանակում, որ դրանք արդեն մոռացվել են։ Եվս մի փոքր և մի ուրախություն ու խնդություն քեզ դրանք կիրագործվեն։ Սիրելիս, թույլ մի տուր, որ հուսահատությունը փակի շուրթերդ, այլ հարատև և եռանդուն եղիր աղոթքի մեջ։